Այս պատուհանը բացեմ մի քիչ թող օդափոխվի։ Մասիսում ապրող 45-ամյա Արմեն Բեգլարյանն ասում է, վերջին անգամ մահճակալից վեր է կացել 1 տարի առաջ, լողացել ամիսներ առաջ, բեղտերևի հիվանդություն ունի, ողնաշարի ու հոդերի քրոնիկական բորբոքում, պատշաճ բուժում չստանալու հետևանքով արդեն ոտքերը գրեթե անշարժացել են, մատները փտում են, մեջքին վերքեր ունի, իսկ ցավազրկողները չեն օգնում։ Մոտերս вообще полный բան արեց, չէի կարող որ ծավի մոտեր, elə полный պիտի դետես պարկած։ Մի տարիա պարկած։ Մի տարուց ավել է մի քիչ, Ծնողները, քույրն ու վերջին 2 խնամակալները մահացել են, ավելի քան 14 օրը միայնակ պարկած է տանը, մինչև Ֆրանսիայից ժամանեց միակ հարազատը, որը երկար չի կարող մնալ։ Նա մնաց մենակ, բացարձակ մենակ, ոչ մեկին պետք չէ, կարծում եմ հատկապես պետությանը։ Ես էլ երկար չեմ կարող մնալ, պետք է վերադառնամ։ Առաստաղից կախված պարանի օգնությամբ նախկինում կարողանում էր ձգվել ու գոնեմ նստել, իսկ հիմա ասում է, ոտքերս քարանում են, կարիքներն էլ հոգում է անկողնում պարկած, ծայրահեղ դժվարությամբ հրաժարվեց ոտքերի վիճակը ցույց տալ, ասաց անհարմար է զգում, վաղուց չի լողացել։ Վաղ կարում է, ինձ խնամակալ օգնում էր, այս պարանը տրամարա, բռնում է, ինձ կողքից ինքը բռնում էր, ես խադունոկով, հելնում է պիտի ուղեղ կանգնի, խադունոկով բռնում է, կարում է, որ գնում է զուքարան, էլի, ես իմ ոտով։ Երևանցի Անահիտ Նաղդալյանն ու իր ընկերներն են զբաղվում տղամարդու խնդրով։ Անահիտն ասում է, ուր ասես չեն դիմել պետական կառույցներից, հաշված անգամներ տնայցեր են արել, 4 սնունդ տրամադրել, բայց Արմենը չի կարողանում դրանք պատրաստել։ Ես զգուշացրել եմ, որ հարցը հրատապ է, մարդը մենակ է, անկողնային է, սոված է, ծարավ է եւ բոլոր այս հարցադրումներին ստացել եմ մի պատասխան, լրացրեք on-line դիմում եւ սպասեք պատասխանին։ Դա եղել է մոտավորապես 1 շաբաթ առաջ։ Խնամողը մահացել է, 2 շաբաթ տղան մենակ է։ Արմենն ու հայրը Արցախից են տեղահանվել։ Հայրը ծերանոցում է մահացել, մինչև այդ որդուն ինքն էր խնամում։ Մայրն ու քույրն ավելի վաղ են մահացել։ Պետական մարմիններն Արմենին Երևանի խնամքի կենտրոններից մեկն էին տարել։ Մոտ 1 տարի այնտեղ մնալուց հետո նա հացադուլ է հայտարարել եւ պահանջել տուն վերադառնալ։ Շատ բան չի պատմում, միայն պնդում է, պայմանները սարսափելի էին։ Factor TV-ն այդ կենտրոնում նկարահանումներ է արել դեռ 2 տարի առաջ։ Այնտեղ ապրողները պատմել էին, որ ամիսներ առաջ են լողացել, գարշահոտության ու կեղտի մեջ են ապրել։ Կենտրոնի աշխատակիցը հերքել էր պնդումները։ Այդ կադրերում նաև Արմենն է երևում։ Դուք երբ եք լողացել վերջին անգամ։ Մի քանի ամիս առաջ ալա։ Անահիտն ասում է, հիմա կրկին պետությունն առաջարկում է Արմենին խնամքի կենտրոն տանել, բայց այս անգամ մեկ այլ։ Արմենը տեսածից ու ապրածից հետո չի ուզում գնալ։ Ո՞ւմ մասկանում։ Ինձ ծերանոց բան դեղ չեմ ուզում, սենց էլ ապրել չեմ ուզում։ 45-ամյա տղամարդու 2 խնամակալներն էլ ապրելու տեղ չեն ունեցել։ Համաձայնել են բնակվել Արմենի հետ ու խնամել նրան։ Հաշմանդամության առաջին խումբ ունեցող Արմենի 69000 դրամ թոշակով ու նպաստով են ապրել։ Առաջին խնամակալի մահից հետո Արմենը 2 ամիս միայնակ է մնացել։ Անահիտն ասում է, այդ օրերին էլ են պետական մարմիններին դիմել, բայց ապարդյուն։ Հետո երկրորդ խնամակալին են գտել։ Նա էլ օրերս է մահացել եւ արդեն 2 շաբաթ Արմենը կրկին միայնակ է։ Պետական աջակցության խնդիրն է, որ մենք դիմում ենք սոցապի թեժգից եւ տվյալ մարդը հնարավորություն չունի on-line դիմում լրացնելու։ Ինքը չունի հնարավորություն սնունդին մոտենալու, իրան սնունդ պատրաստելու եւ շտապ օգնություն, որպես այդպեսին ինքը չի ստանում։ Անահիտ Նաղդալյանն ասում է, պետությունը պետք է Արմենին խնամակալ հատկացնի, որը ավելի երկար ժամերով կմնա։ Ասեցին ղեկավարի հետ քննարկում էի, ասեց, որ շաբաթական մի անգամ է տրամադրվում խնամքը եւ եթե շատ ծանր դեպք է 2 անգամ 2 ժամով, ինչը բավարար չի նման պացիենտների համար։ Եթե շաբաթական մի անգամով խնամող է գալիս 2 ժամ խնամում է, դա այնքան փոքր ծավալ է, որ կարող է դա էլ չլինել, այսինքն եթե չգա էլ, մեկը ոչ մի բան չի փոխվելու։ Սոցիալ նախարարությունից չեն ընդունում պնդումները, թե Արմեն Բեգլարյանն անտեսված է պետության կողմից։ Ասում են, նրան տարել են խնամքի կենտրոն, սակայն նա հրաժարվել է այնտեղ մնալ եւ վերադարձել է տուն։ Խնամակալության ծառայությունից եւս հրաժարվել է։ Արմենն էլ ազատությանն ասաց, այդ ծառայության ժամերը քիչ են։ Նա խնդրել է անծանոթ մարդկանց հետ ապրել իր տանը, որ շուրջօրյա խնամք ունենա։ Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատանքի ու ծառայությունների վարչության գլխավոր մասնագետ Մերինե Մեհրաբյանն այսօր ազատությանն ասաց, տնայցեր եղել
զբաղվել են ըստ անհրաժեշտության եւ կարիքի։ Խնամքի ծառայության աշխատանքը պետությունը պատվիրակել է մասնավոր կազմակերպություններին։ Դրանցից մեկն էլ կզբաղվի Արմենի խնդրով, երբ տեղազատվի։ Իր կարիքը գնահատված է, բայց դեռևս գտնվում է ինքը հերթացակում եւ ես դեռևս այլ մանրամասներ չեմ կարող ձեզ տրամադրել, քանի որ կազմակերպությունը պետք է ինքը եւս իր սոցիալական աշխատողը գնա տնային այցելություն կատարի եւ ըստ խմբի համաձայն, որովհետեւ հստակ խմբեր կան առանձնացված, ըստ խմբի համաձայն արդեն ծառայության եւ հաճախականությունը եւ ժամային քանակը հստակ լինում։ Մեր նկարահանման պահին Արմենի տանն էր նաև Մասիսի տարածքային կենտրոնի միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը ու կրկին համոզում էր, որ նա խնամքի կենտրոն գնա։ Անահիտ Նաղդալյանն էլ ասում է, մինչև այս ոչ մի սոցիալական աշխատող տղամարդու փաստաթղթերով անգամ չի զբաղվել, ինքն է դրանք կարգավորել։ Եթե չկա կամավոր, մարդը մնում է սովամահ լինում։ Այսինքն կամավորները ապահովում են սնունդը, փաստաթղթերի հավաքագրումը, դիմում լրացնելը։ Պետական մարմինը կարծում եմ ինքը պետք է կազմակերպի, այսինքն մարդը զանգելով թեժգից պետք է իմանա, որ ինքը անմիջապես շտապ օգնություն պետք է ստանա պետական մարմիններից առանց միջնորդների, կամավորների ու այլ մարդկանց հույսին մնալու։ Արմենը ժամանակին արևելյան մարտարվեստով է զբաղվել, հիմա ոտքերն անգամ չի կարողանում շարժել, ցավերից հաճախ բղավում է, ասում է առողջական վիճակի պատշաճ գնահատում չի ունեցել երբևէ, միայն ցավազրկողներով է ապրում, այնքան, ինչքան կապրի։ Ես ոչ մի բան չեմ ուզում, արդեն ինձ փուլա, որ մտածում ես գնաս Չես ուզում ես ապրես, չիլնում սենց, արդեն պատկերացում ինչ պիտի լինի, մեռնելու եմ, ինչ պիտի լինի, ես իմ վրա ստեղ եմ ուզում մեռնեմ, ինձ համար տենիս լավ չկա։ 3 համակարգն աշխատեց ու էլի չաշխատեց, ասում է Անահիտ Նաղդալյանը, պնդելով, որ նախարարությունը պետք է փոխի իր մոտեցումը, որպեսզի Արմենի կարգավիճակում գտնվող մարդիկ շուրջօրյա խնամք ստանան իրենց տանը անվճար։